Ազգային ժողովն այսօր քննարկեց, բայց չքվեարկեց գազային 3 համաձայնագրերից ամենավիճահարույցի Հայրուզգազարտում Հայաստանի 20% բաժնեմասը Գազպրոմին տալու հարցը։ Մնացեք շարունակեք ձեր հանգիստը, կարիք չկա վերադառնաք, հենց որ ճիշտ կլինի չգաք, դա իմ հորդորն է։ Հանրապետական մեծամասնությունը, սակայն իր որոշումը փոխանցեց Գալուստ Սահակյանի շուրթերով։ Այս համաձայնագիրը վավերացման համար ստանալու է համապատասխան ձայները, ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։ Զարուհի Փոստանջյանը դիմելով Հանրապետական մեծամասնությանն ասաց. Հայաստանը երբ խորհրդայնացվում էր, երևի էլի նման պաշտպանական ճառեր էին հնչում։ Տեղի է ունենում պրոցեսներ, որը նախկինում կոչվում էր խորհրդայնացում, հիմա մաքսայնացում է գնում։ Այս պայմանագրին ոչ իշխանական 4 ուժերի ներկայացուցիչները տարբեր որակումներ տվեցին, մեկը մյուսից բացասական, ստորացուցիչ, ստրկացնող անվանեցին այն։ Ազգային ժողովում այսօր պարզվեց Հայաստանի կառավարությունը 2011 թվականից թանկացող գազի համար $300 միլիոն պարտքը կուտակել է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Оказывается, պարզվում է 11 թվականից բարձրացել է, բայց մենք բանակցում ենք դրա համար դրա մասին չեք, ձեր բանակցությունը ով է տեսել աշխարհում։ Որ բանակցությունների արդյունքում չի բարձրանում, այլ բանակցությունների ընթացքում է բարձրանում։ Պրոստը դրա մասին պետք չի ասել մարդկանց։ Ինչ նոր ձևի բանակցություններ են։ Մենք դեմ ենք այս բանակցողներին։ Եթե այս բանակցողները գնացել են այս ստորացված վիճակում փաստաթուղթ են ստեղծել։ Էներգետիկայի նախարարը պարզաբանեց ինչու։ Համաձայն մեր պայմանավորվածության միայն բանակցությունների ավարտին կարելի է իմանալ։ Դա 300 միլիոն կլներ, 150 միլիոն կլներ, թե ինչ կա։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, Հայաստանի Հանրապետությունը պետություն է, թե սխոտ կա։ Պատգամավորների մտահոգություններն այսօր բազմազան էին էներգետիկ անվտանգությունից մինչև պետականության կորուստ։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, իրեն խաբված է զգում։ Մեզ ուզում եք մասնագիտ դարձնեք մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք։ Ես այսօր իսկապես խաբված եմ զգում։ Նաիրա Զոհրաբյանը վասալային անվանեց այս համաձայնագիրը։ Արմեն Մովսիսյանին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագիրը հիշեցրեց։ Դուք տեղյակ եք այսօր Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ինչի համար է ազատազրկված։ Իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու եւ գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար միանշանակ ձեր եւ ձեր կառավարությանը քրեական պատասխանատվության մասով սպասվում է, եթե ոչ այսօր, ապա վաղը դրանում 1 րոպե անգամ կարող եք չկասկածել։ Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե համոզված է Հայաստանի կառավարության հայտարարությունները, որ գազի սակագինը մինչև 2019 թվականը չի բարձրանալու, սուտ են։ Ամեն տարի գազի գինը բարձրանալու է, պնդեց պատգամավորը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե էներգետիկայի նախարարը ասելով, որ գազի գինը 2011-ից է թանկացել, այս տարվա մայիսին ընդդիմությանը թանկացումների մասին հերյուրանքներ տարածելու մեջ մեղադրած Սերժ Սարգսյանին դրեց անհարմար վիճակի մեջ։ Փաշինյանն այդ համաձայնագիրն անվանեց իշխանություն գազի դիմաց, քանի որ ժողովրդից գազի թանկացման մասին լուրը հենց ընտրությունների պատճառով է թաքցվել։ Սերժ Սարգսյանն Մոսկովյան բազմաթիվ այցերից մեկում հասավ իր գերնպատակին, Հայաստանի անունը գրեց Գազպրոմի նիսյաների ցուցակում։ Այս համաձայնագիրը ստորագրողները մեզ ինչ են ասում, որ իհեճուկս Հայաստանի ընտրողների մի քանի սերունդների քվեների տված քվեների եւ իհեճուկս մոտակա 30 տարվա ընթացքում ԱԺ ձևավորվող ուժերի հարաբերակցությամբ բոլոր գալիք պատգամավորները եւ նախագահները այս ոլորտում պարտավոր են առաջնորդվել Տիգրան Սարգսյանի եւ Արմեն Մովսիսյանի պատկերացրած քաղաքական կոնյունկտուրայի շահերով եւ առաջիկա 30 տարիների ընթացքում չքննարկել անգամ որևէ հարց, որը 2013 թվականին տվյալ անձնավորությունների սրտովը չէր։ Նույնիսկ ռուսական ցարերը այս աստիճան քմահաճ չեն եղել։ Մենք էլ ինչով ենք վճարելու, էլ օբյեկտ մնաց սեփական, պետական սեփականության որևէ օբյեկտ մնաց, որ վաճառենք։ Այսպես որ վաճառելով գնում ենք, վերջ ուր ենք հասնելու։ Պարկի մաս իրա վրա վերցնելուց բացի ռուսական կողմը բարեհաճորեն համաձայնվել է Հայրուզգազարտ բաժնետիրական ընկերության 20% արժեթղթերի փաթեթին վճարել շատ ավելի թանկ, քան թե իրականում ինքը արժե։ Իխի պատճառը ո՞րն է։ Ես մինչև հիմա
Իմ հարաբերություններով ռուսական ընկերությունների, ռուսական պետական գործիչների տարբեր ատյանների ներկայացուցիչ իրաց մեջ միամիտ մարդ չեմ տեսել։ Ռուսական բարկա դրան լոխ են ասում, ես իրաց մեջ լոխ չեմ տեսել, կներեք այդ մեջբարման համար։ Խերելի որ իրանք այդպես եկան ու համաձայնվեցին, պատճառն ինչ է, որ համաձայնվեցին։ Միգուցե պատճառը նա է, որ Հայաստանում կա տարիների վեր գործող խմբավորում, որը սպասարկում է ի վնաս Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետության ռուսական Գազպրոմ ընկերության շահերը։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախկին պնդումները կրկնեց նաև ազգային ժողովի դահլիճից, ասաց այս համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի հետ երկարատև համագործակցությանը, իսկ Հայ-Ռուսգազարտում պետության ունեցած 20% բաժնետոմսերը վստահեցրեց շուկայականից բարձր գնով են վաճառել, ժողովրդի բեռն են թեթևացրել, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան թողեց, ինչին Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. Եթե մենք լինենք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը, բայց չեմ կարծում, կներեք, որ հազար ներողություն ես բառի համար, կռուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ազգային ժողովի հետ։